Ներքին գործերի նախարարությունում այսօր օգոստոսի 21-ին ներկայացվել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ու վիճակագրական տվյալները։ Մամուլի ասուլիսին հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը և Ներքին գործերի նախարարի փրկարար ծառայության տնօրեն ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։ Ասուլիսի առանցքային թեմաներից մեկը եղել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքը։ 112 միասնական հեռախոսահամարը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գործարկվել է փետրվարի 15-ից։ Դրա ստեղծման նպատակն էր ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգների ընդունումն ու կառավարումը մեկ միասնական համակարգում կազմակերպելը։ Առաջին բաժինը, որ կխոսեմ, կվերաբերվի ինստիտուցիոնալ փոփոխություններին, այս առումով առանձնահատուկ կուզենայի նշել օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, այս տարվա փետրվարի 15-ին գիտեք, որ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն ձևավորվեց Ներքին գործերի նախարարությունում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հենքերի վրա։ Ըստ էության այս միավորումը մեր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել տարբեր վտանգավոր իրավիճակներում հայտնվելուց մեկ հեռախոսահամարի ահազանգ կատարել և ստանալ որակյալ և արագ արձագանք կամ խորհրդատվություն։ Նշեմ, որ մենք այս իմաստով ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ։ Մենք մեր որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանել ենք ներնամիջազգային ստանդարտը, ինչ է սա նշանակում, նախ և առաջ նշանակում է, որ զանգերը պետք է սպասարկվեն մինչև 15 վայրկյան ժամանակահատվածում։ Արամ Ղազարյանի ղեկավարած փրկարար ծառայության աշխատանքների շրջանակում շարունակվում է նաև տեխնիկական վերազինումը։ Փրկարար ծառայությունը նշել է, որ նոր տեխնիկան պետք է նպաստի օպերատիվ կարողությունների և արձագանքման արդյունավետության բարձրացմանը։ Մենք 18 նոր հրշեջ փրկարարական տեխնիկա ենք ձեռք բերել, 6 նոր տրանսպորտային միջոցի մասով ունենք պայմանագիր։ Նշեմ նաև, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում առաջիկայում կունենանք նաև 10 Iveco մատնիշի հրշեջ փրկարարական նոր մեքենաներ։ Առհասարակ նշեմ, որ մենք այս փոփոխությունները իրականացնում ենք ժամանակակից և արդիական տեխնիկա ունենալու նպատակով և ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է հոկտեմբերի 6-ից 9-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել միջազգային վարժանքի։ Վարժանքի մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ՆԳՆ փրկարար ծառայության կազմում գործող և միջազգային որակավորում անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի կարողությունների հետագա զարգացման համար։ Նույն թվականի օգոստոսի 11-ից 13-ը Գյումրի քաղաքում Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության մենթորական խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ և գնահատմամբ իրականացվեց ՄԱԿ-ի ԻՍԱՐԱԿ արտաքին որակավորումն անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի նախավարժանքը, որտեղ որոնողափրկարարական թիմը ցուցադրեց իր բոլոր հմտություններն ու հնարավորությունները։ Վարժանքի ընթացքում մենթորական խմբի կողմից արվեցին որոշ դիտարկումներ և շտկումներ։ Ընդհանուր վարժանքը 160 կետից բաղկացած ստուգաթերթի արդյունքներով վերջինների կողմից գնահատվեց լավ։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է նաև 2026 թվականի հոկտեմբերի 6-ից 9-ը Շվեյցարիայի համադաշնության Ժնև քաղաքի Արվարձանում մասնակցել Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվող դաշտային վարժանքին։ Մասնակցությունը վարժանքին կարևոր նշանակություն ունի Ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, ԻՍԱՐԱԿ արտաքին որակավորումը անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական միջազգային թիմի կարողությունների զարգացման, փոխհամագործակցության բարձրացման, ինչպես նաև Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում համագործակցության խորացման տեսանկյունից։
Աղետի ռիսկի կառավարումը ներառում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր վտանգների վաղ հայտնաբերման, դրանց հետևանքների նվազեցման եւ բնակչության պատրաստվածության բարձրացման միջոցառումներ։ Աղետների ռիսկի կառավարման պլանների լրամշակման եւ ներդրման նպատակով իրականացվել են 67 համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում։ Լողասեզոնի բացման կապակցությամբ հանգստացողների անվտանգությունը ապահովելու նպատակով 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած Շողակաթ համայնքի Սևանա լճի ափամերձ գոտիներում եւ շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարկի 3 հանրային լողափներում փրկարարների կողմից իրականացվում է շուրջօրյա հերթապահություն եւ հերթապահությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 10-ը, որ լողասեզոնի ընթացքում հանրային լողափներում եւ հարակից գոտիներում փրկարարների կողմից թռուցիկներով, բարձրախոսներով եւ ԱԹՍ-ներով պարբերաբար իրականացվում են բնակչության իրազեկման աշխատանքներ։ Օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատում են նաև հնաշարժողական խնդիրներ ունեցող անձիկ։ Նշվել է, որ կենտրոնի ենթակառուցվածքները համապատասխանեցված եւ հարմարեցված են նրանց աշխատանքն ապահովելու համար։ Հարմարեցումներ, տեսեք, նախ ուզում եմ նշել, որ օպերատիվ կառավարման կենտրոնում ձևավորումից ի վեր եւ ձևավորման սկզբից աշխատում են մեր նաև այն գործընկերները, ովքեր ունեն հաշմանդամություն եւ շարժունակության հետ կապված խնդիրներ, մեր մոտ կարծես թե ենթակառուցվածքային իմաստով գրեթե բոլոր տեղերում հարմարեցված մենք ունենք ենթակառուցվածքները հարմարեցված են։ 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում շեշտադրվել են ինչպես արձագանքման ընթացիկ արդյունքները, այնպես էլ ծառայության երկարաժամկետ զարգացման ուղղությունները, տեխնիկական վերազինում, մասնագիտական պատրաստվածության բարձրացում, կանխարգելման աշխատանքների ընդլայնում եւ քաղաքացիների անվտանգության ապահովման կարողությունների զարգացում։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։